Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Հայաստան համահայկական հիմնադրամն այս տարի 33-րդ անգամ միավորում է Սփյուռքի եւ Հայաստանի ջանքերը աջակցելու ռազմավարական կարևորություն ունեցող ծրագրի իրականացմանը։ Այս անգամ դրամահավաքի ընթացքում հավաքված միջոցները կուղղվեն Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը։ Այս թեմայի շուրջ զրուցելու ենք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանի հետ։ Պարոն Թերզյան, նախ շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն ձեզի։ Նախ ինչով է պայմանավորված, որ այս տարվա դրամահավաքի կենտրոնում հենց Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրն է։ Հարցումը դեղին է, որովհետև շատերը չեն գիտեն նույնիսկ այս ջրանցքի գոյության մասին։ Մենք Ֆրանսիայի հայկական հիմնադրամը Սյունիքի մեջ կգործենք գյուղատնտեսական համայնքներուներ, ինչպես նաև Դավուշի մեջ եւ Գեղարքունիքի մեջ 2009-ից ի վեր։ Այս մինչև այսօր կորձ ունեցած ենք 237 գյուղերու մեջ, իսկ Սյունիքի բարակային 127 գյուղ, այսինքն Սյունիքի մեջ չկա գյուղ, ուր մենք կորձած չլանք։ Եվ այս կորձունեության ընթացքին է, որ անդրադարձանք, թե ինչքան կարևոր է այս ջրանցքը եւ անդրադարձած նաև իր վիճակի, ջրանցքի խեղճալի վիճակը։ 3 տարի ամբողջովին չի կորձեր, միայն սկիզբի առաջին փոքր հատվածը կկորձե եւ անգերաչ երբ կորձեր հսկայական վնասներ գային ջուրը իզուր կերտար։ Արտաս չրանցքով կարելի է հսկայական դարածներ որոքել։ Գաղափար մտալու համար ցեզի Սյունիքի մեջ այսօր կա մոտավորապես 40,000 հեկտար որոքված հողամաս, 40,000։ Իսկ այս չրանցքը եւ որ վերականգնենք իր ներքին ցանցերով, որոնք շատ կարեւոր են, Պիտի կարողանանք որոքել շուրջ 3000 հեկտար հավելյալ հողամաս։ Հսկայական ոստում դեղի պիտի ունենա Սյունիքի գյուղատնտեսության մեջ եւ հազարավոր մարդիկ պիտի օգտվին։ Այսինքն Սյունիքի գյուղատնտեսության վերականգնման համար մեծ նշանակություն ունեցող ծրագիր է եւ գրնամսել Հայաստանի համար, որովհետեւ շատ մեծ չրանցք է։ Ավելցնեմ, որ մեր նպատակը միայն չրանցքը վերականգնել չէ, այլ չրանցքը օժտել ներքին ցանցով, որովհետև 40-ական թվականներուն շինված այս չրանցքը ներքին ցանց չուներ։ Ուրեմն որոքումը հողային ցանցերով, այսպես կոչված դեղի ուներ, ահավոր գորուստներով ջուրի։ Հիմա ամբողջությամբ վերակառուցվելու է։ Ամբողջությամբ պիտի վերակառուցվի եւ ներքին ցանց պիտի ապահովվի, որովհետեւ նվազագույն գորուստ լինի ջուրի։ Այլ իմաստով նաև պիտի ուսումնասիրություններ արդեն դեղի ունենան, սկսած ենք, թե ինչ պետք է մշակել այս ջուրով։ Չմշակենք որևէ մեկ բան, այլ մշակենք այն, ինչ որ ավելի շահութապեր է քյուղացիին համար, Սյունիքի համար, Հայաստանի համար։ Այդ ուսումնասիրություններում մեջ ենք հիմա ներկայիս ֆրանսիացի մասնակիցներով հետ, ծրագիրը զայրեզար ֆրանսիական մասնակիցներով հետ իրականացված է եւ հույսով եք, որ իր ավարտին կունենանք մեր առջեւ քեղեցիկ ծրագիր, ամբողջական ծրագիր, ոչ միայն ջուր, այլ նաեւ մշակումներու նոր տեսակի մշակումներ, նոր տեսակի քյուղատնտեսություն, ասե մեր երազը։ Այ հետաքրքիր է այդ, ինչպես դուք ասացիք, այդ երազի համար ինչքան հսկայական գումարներ են հարկավոր եւ հսկայական ժամանակ ըստ էության, որքան գումար է հարկավոր եւ ինչ ժամանակահատվածում արդեն կարող եք համարել, որ ծրագիրն իրականացված է։ Գումարները բարեբախտաբար շատ մեծ չեն, բարեբախտաբար։ Հավանաբար ամբողջ գործը կարողանանք ավարտին հասցնել, ինչ կվերապերի չրանցքին եւ ենթակա ցանցին մոտ $8 միլիոն։ Վերջնական թիվը դակավին չենք գիտեր, ուսումնասիրությունների ընթացքի մեջ են։ Սրա վրա ավելնալու է անշուշտ ինչ որ քիչ առաջ ասացի, այսինքն ինչ պետք է մշակվի, պետք է քյուղացիներուն դրվին հունցկեր, դնգիներ, տեխնիկա, շատ կարևոր այս մասին դակավին չեն կարող դրամահավաքի արդյունքներով արվելու է։ Բայց եթե երևակայեք, որ 3000 մոտավորապես 3000 հեկտար հողամաս պիտի վերակենդանանա միայն $8 միլիոն ոչինչ է։
հասկանաք, փախտած իր արդյունքին, փերելիք արդյունքին 8 միլիոնը ոչինչ է։ Հետևաբար շատ շահութապեր ծրագիր է։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ այդ գյուղացիական տնտեսություններին դուք հատկացնելու եք անհատույց թե տնկիները եւ թե տեխնիկան եւ այլն եւ այլն։ Այսինքն այս դրամահավաքը ստացվում է ոչ միայն վերակառուցում է Սպանդարյան ջրանցք, այլև ապահովում է այդ ջրանցքից օգտվողների կենցաղը, այսպես եթե ասեմ։ Շատ ճիշտ եք ասում։ Մենք ամբողջական ծրագիր ենք ներկայացնում։ Միայն ջրանց չէ սա։ Միայն երկրորդական ցանցը չէ, այլ ամբողջական ծրագիր է, որում մեջ ներառնված է նախ ուսումնասիրություն, թե ինչ պետք է ցանենք, այդ որովհետեւ լավագույն արդյունք ունենանք, բարձրագույն արդյունք ունենանք, ինչպես պետք է ցանենք, որու հետ, ինչպես պետք է գազམ་ագերբենք հունցքի վաճառքը, որովհետեւ Սյունիքը հերու է Երևանից կամ ուրիշ մեծ քաղաքներից, Վանաձոր, Գյումրի։ Այդ շատ կարևոր հարց է, որովհետեւ չի բավարար արտադրել։ Նաև պետք է շուկա հասցնել լավագույն պայմաններու մեջ։ Այս բոլոր ուսումնասիրությունները արդյունքով պիտի ամբողջական ծրագիրը որ պիտի ներկայացնենք, առաջին անգամ մնալով Գարձեմ առաջին անգամ մնալով Կոնե Հայաստանի մեջ եւ սա մեր մոտ մեծ խանդավառություն ստեղծած է մեր մոտ եւ հույսով եմ նաև Գարձեմ նաև սյունեցիներու մոտ, որովհետեւ ես հիշում եմ։ Ձեզ մոտ նկատի ունեք Ֆրանսիայում։ Ոչ միայն Ֆրանսիայում, այլ Հայաստան համայնքային հիմնադրամի մեծ ընտանիքի մեջ։ Եվ Սյունիքի մեջ մեծ սպասում կա այս ծրագրի։ Ցեզ օրինակ մտամ սեպտեմբեր 8-ին մենք պաշտոնական բացումը կատարեցինք աշխատանքներու։ Երեկոյան հյուրանոց մտա եւ հանգարց հյուրանոցի ռեսեպշնի օրիորդը զիստ իմավորեց, ասելով, շնորհավորում եմ, ուրեմն չրանցքը վերականգնելու եք։ Որտեղ է լուրն է ցերես։ TV-ից։ Շատ անկնկալի է գա։ Հաջորդ առավոտ իստում եմ Նախաճաշի հյուրանոցի դնորենը զիս ողջունում է շնորհակալություններով։ Ինքնաթիռ լսեցի, որովհետեւ Փարիզ վերադառնամ, ինքնաթիռի մեջ մեկը մոտեցավ, դաղմարտ բարձրահասակ, շատ ուրախ եմ, ճուրը արդեն հոսում է, ասի խնդրեմ, ճուրը դակավեն չի հոսում, բայց հույսով եմ որ, այսինքն այս հանգարց անդրադարձա որ մեծ սպասում կա այս ծրագրի, մեծ անկալություններ կան կապված այս ծրագրին։ Իսկ վերջնաժամկետ Առաջին մասը ավարտելու ենք 2026-ի վերջավորության, այսինքն 2027-ին արդեն իսկ պիտի հանձնենք հողամասերու գեսի որոքումը, արդեն գեսի որոքումը, իսկ երկրորդը հաջորդ տարին 2027-ին ամբողջությամբ ավարտած կլինենք, քաղաքապար մտալու համար, ուրեմն նախ ասեմ, որ Սյունիքի մեջ դարի որ գասեք 6 ամիս է առավելագույնը, որովհետև 2200 մետր բարձրության վրա ենք, ձմեռն ավելի երկար է։ 5-6 ամիս ոչինչ չեն կարող արել, արդեն պաստորեն 2 շաբաթ առաջ գործերը դադարեցուցինք, պիտի սպասենք մինչև ապրիլ, մայիս լավագույն բարականերուն։ Ուրեմն եւ որ 2 տարի ասում եմ, դուք պիտի հասկանաք 12 ամիս, 14 ամիս առավելագույնը։ Իսկ չրանցքը որ գառուցվեցավ 40-ական, 50-ական թվականներում 10 տարի պետք եղավ չրանցքը գառուցելու համար, բայց ժամանակները անշուշտ փոխված են, հիմա տեխնիկ միջոցներ ունենք, որ այդ ժամանակ չունեին։ Տեսեք, հիմա մեզ հետևող մյուս մարզերի մեր հեռուստադիտողները գուցե այսպեսի ասեն, այսպեսի մի ծրագիր էլ թող մեզ մոտ անեին, էլի որ մենք էլ կարողանայինք այսպես զարգ տալ գյուղատնտեսությանը եւ կարողանայինք տեխնիկաներ ունենալ անվճար, տնկիներ ունենալ, ոռոգման ջրի խնդիր չունենալ, նրանց մասին էլ եք մտածելու։ Անշուշտ, եւ արդեն արել ենք եւ պիտի անենք։ Օրինակ մեր առաջին չրանցքի ծրագիրը, որ իրականացրեցինք 2009-ին 2010-ին Դավուշի մեջ էր 10 կիլոմետրնոց չրանցք էր, որ երկարեցինք 1 կիլոմետրով մինչև Դիդավան հասցնելու համար։ Սա է մեր առաջին ծրագիրը Ֆրանսիայի հիմնադրամը Հայաստան համայնքական հիմնադրամի հետ միասին։ Ուրեմն մեր առաջին ծրագիրը չէ եւ անգեյետքը դասյակներով ոռոգման ավելի փոքր ծրագիրներ իրականացուցած ենք։ Այսօր իսկ աշխատանքի վրա ենք նոր ծրագրի վրա Սյունիքի մեջ Տոլորս գյուղի շրջանը 2 ամիս առաջ ուրիշ գյուղի ճուրի սպասարկումը ավարտեցինք առանց հաշվելու խմելու ճուրի գործերը որ արածենք միայն Սյունիքի մեջ 13 գյուղի խմելու ճուրի հարցերը լուծած ենք վերջինը Վաղատուր գյուղն էր որ եղած եմ 3 անգամ այդպես որ մեզ համար նորություն չէ սա բայց Գրնամսել ամենախանդավառությունը ստեղծող ծրագիրն է, ամենաշատ, որովհետև իսկապես արդյունավետ է, մեծ ակնկալություններ ունի
թե բնակիչները, թե մենք։ Պարոն Թերզյան, ընդհանրապես ինչպես է հիմնադրամը որոշում, որ ծրագիրն ընդգրկի տարեկան հիմնադրամային նախաձեռնությունների ցանկում, այսինքն հաջորդ տարի դրամահավաքի արդյունքում որ ծրագիրը պետք է իրականություն դառնա, որ մարզում, ինչպես եք որոշումները կայացնում, ինչ սկզբունքներով ընտրում։ Որոշումները առասարակ կփխին դեղվույ գարիկներեն, քանի որ գտնվենք հողի վրա, Սյունիքի մեջ, Դավուշի մեջ եւ այլն, դեսնում ենք, չէ, ինչ է իրավիճակը, ինչ են գարիկները, եւ դրա համաձայն որ որոշում ենք, թե ինչ պետք է անենք։ Եվ կան քանի մը դեսագի ծրագիրներ կան, որ կարող ենք առանց տելետոնի, առանց մեծ դրամահավաքի իրակորձել, որտեղ փոքր ծրագիրներ են, $100,000, $200,000 գարիկը չկա։ Ունենք նաև նվիրատուներ, հետո ստանում ենք ժառանգներ գդագի ջամփով։ Ուրեմն այդ մասը կա։ Բայց կան նաև մեծ ծրագիրներ, ինչպես այս կանալի ծրագիրը, որ համար պետք է ավելի մեծ ինչ ասեմ, հերոստամարաթոնի նման դրամահավաքի միջոցներ գիրարգեն, բայց միշտ կփխի բանջկներեն, թե ինչ գարիկներ կան։ Դժբախտաբար չեն կարող բոլոր գարիկներուն հասնել։ Կառավարությունը աշխատում է եւ այսօրվա բյուջեն հնարավորություն է տալիս, որ ավելի մեծ մասշտաբով ծրագիրներ իրականացնեն։ Շատ ճիշտ է, մանավանդ ճանապարհաշինություն, դպրոցաշինություն, որ մենք ժամանակին շատ արեցինք, աշխատեցինք, չէ՞, ճանապարհաշինության 500 կիլոմետր ճանապարհ կառուցած է հիմնադրամը։ 500 կիլոմետր։ 350 դպրոց կառուցած ենք։ Հիմա այդ բնակավարժության մեջ կորց չունենք, որովհետև կառավարությունը անում է, բայց քյուղերու մեջ գարիկները շատ մեծ են։ Գիտեք, վերջերս կխոսվեր, թե Հայաստանի մեջ աղքատության դոգոսը ինչ կան է, 21-22%։ Բայց քյուղերու մեջը այդպես չի։ Քաղաքի մեջը, Երևանի մեջ հավանաբար 10%-ի շուրջ է, քյուղերու մեջ 40%-ի շուրջ է։ Քյուղերու վիճակը շատ վատ է դակավին։ Այսինքն կորձ գանելիք, ճուրի կորձ, երևակայեցող որ այսօր դասնյակ քյուղեր կան այսօր դակավին, որոնք ճուրի գարիք ունին։ Խմելու ճուրի մասին եմ խոսում, ոչ միայն ռոռոկման։ Իսկ եթե ռոռոկմանը բնակավարը առնեք, գաղափար մտալու համար ցեզի, Հայաստանի ամբողջ տարածքին 480,000, ասենք 500,000 հեկտար հողամասեր կան, որոնք կարելի է ռոռոկել եւ մշակել։ Արդ ներկայիս գեսից բագասը միայն ճուրը ստանում է։ Գեսից բագասը։ Այսինքն մեկ կոմենտ դուք տեսնում եք ինչ մեծ աշխատանք կա դանելիք, մյուս կոմենտ ինչ մեծ ակնկալություններ կարելի է ունենալ տնտեսական իմաստով, բարենային ապահովության իմաստով, որ ռազմավարական նշանակություն ունի երկրի համար, չէ՞։ Ուրեմն հսկայական կարելիություններ կան, կորձը չի բացիր եւ պետք է արագ աշխատենք։ Պարոն Թերզյան, դրամահավաք արշավը հանրության այս տարի նորովի է հանդես եկել։ Տեսեք, ավանդական հերոստամարաթոնի ձևաչափին փոխարինել է հանրային մշակութային գործիչների մասնակցությամբ հայրենիքի մասին մտորումների ու զրույցների շարքը։ Սա ինչով է պայմանավորված ու հնարավոր է սա ավելի արդյունավետ լինի, քան այսպես ավանդական ձևաչափով դրամահավաքը։ Կարծում եմ այո, որովհետև այս ծրագիրը տնտեսական եւ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է։ Եվ կորձի մարտիկ, կորձարարներ հասկանում են այս ծրագրի կարևորությունը, որովհետեւ ուղղակի կարող այս հաշվարկներով ներկայացնել իրենց 1 մեգալ գնե 2։ Այս ծրագիրը այսքան գումարով, այսքան հողամաս պիտի ռոռոկենք եւ այսքան արտադրություն պիտի ունենանք։ Ուրեմն դրա համար է որ անցյալ 2 շաբթի 3 շաբթի նախագահի ներկայության երկու հանդիպում տեղի ունեցավ, մեկը բանկերի հետ, տրամադուն բանկերի հետ, երկրորդը հաջորդ օրը կորձարան մարդկանց հետ, արդյունաբերություն եւ այլն, եւ մենք ծրագիրը ներկայացուցինք իր տնտեսական եւ ռազմավարական երեսներով։ Ուրեմն կարծեմ այս ծրագիրը գահարմարի այս տեսակ ցեվավորման դրամահավաքի իմաստով, բայց ինչու՞ չէ վաղ միսօրը նոր դրամահավաքներ կարելի է կազմակերպել ավելի համաժողովրդային ցևով, մեկը մյուսին արգելք չէ։ Եվ ինչ որ գրնամ ասել այն նշանները, որ ստացանք լա բանկերից, լա արդյունաբերության
բնակավարներից շատ պոզիտիվ են, շատ դրական են։ Մարդիկ հասկանում են, թե ինչքան շահութապեր ծրագիր է։ Այսինքն մենք մարդասիրական գազագերբություն ենք, բայց շահութապեր ծրագիր ենք իրականացնում, եւ սա շատ հաճելի է բանկերու կամ կորզադեր մարդկանց համար, որովհետեւ տեսում են, որ փողը մեծ արդյունք է տալու։ Այսինքն այդ գումարը ներդրեցին, գումարը կարող է այսպես պատտվել եւ նորից գալ, օրինակ, բանկերում։ Այդ գումարը պիտի կա բանկերում եւ ամբողջ համայն ընդդեսության։ Այսինքն շրջանառություն է սկսվում, գումարային շրջանառություն։ Որովհետեւ հազարավոր մարդիկ պիտի օգտվին այդ ճուրից։ Այսինքն ոմանք ուղղակիորեն իրենց հողամասերը պիտի որոշվին, իսկ մյուսները անուղղակիորեն, չէ՞։ Ուրեմն ամբողջ տնտեսությունը ոտքի պիտի ելնի։ Նոր շուկաներ պիտի բացվին, նոր սպառողներ կամ սպառողներ, որոնց միջոցները պիտի ավելնան։ Ուրեմն ամբողջ տնտեսությունը պիտի օգտվի այս ծրագիրեն։ Մեծ ծրագիր է եւ ինչ որ հետաքրքրական է, եթե օրակ փախտադեմ ճանապարհի ծրագրին, ճանապարհները գենսական են, չէ՞, երկրի համար։ Բայց անոնց ամիջական օգուտը տնտեսության համար դժվար է հաշվարկելը։ Տնտեսագետներու համար դժվար է հաշվարկելը։ Բայց այն տիպի ծրագիր է, որ հաշվարկը շատ թյուրին է անելը։ Այսքան ճուր, այսքան հողամաս, այսքան մշակում, այսքան արդյունք։ Հասկանաք։ Եվ պիտի արիցից օգտվելով ներմուծենք նոր ծևեր։ Օրինակ մտամ ցեզի։ Ամեն մարդ բոբոգի զարերուն ծանոթ է, չէ՞։ Դնգույզի զար, հսկա զարեր են։ Հա։ Եվ որովհետև հսկա են, կարելի չէ ամբողջ իրենց արդյունքներն օգտվել։ Մենք հիմա Սյունիքի մեջ 1-2 տարի է իվեր, արդեն իսկ բաժնած ենք, արդեն իսկ սկսած են բդուղ տալ, թզուկ բոբոկներ, բոբոգի զարեր, որոնք 3 մետր չեն անցնիր։ Սա ֆրանսական գիտելիք է։ 3 մետրոց բոբոգի զարը ամբողջ տարածքին խիտ երբով 100% օգտագործելի է։ Հասկանաք, նոր ծևեր կան։ Ավելի բերքատու է, քան մի քանի մետրանոց որը գորուս չկա։ 3 մետր դու ամեն ինչ կարող ես հավաքել եւ շուկա հասցնել կամ կորզածել։ Ամբողջ քյուղատնտեսությունը նոր բնակավարներու մեջ է եւ մենք այդ բնակավարներն օգտվելու կարելիություն ունենք։ Օրինակ համար այս բարակային 2000 մետր բարձրության վրա ենք, չէ՞։ Մենք պիտի օգտվենք եվրոպական այն երկիրներեն, որոնք 2000 մետր վրա քյուղատնտեսություն ունին։ Այսինքն Ֆրանսիան, այո, բայց նաև Ավստրիան եւ նաև Շվեյցարիան։ 3 երկիրներ կան, որոնց ծանոթ ենք, որ այս բարձրության վրա 2000 մետրի վրա քյուղատնտեսություն կա։ Ուրեմն մենք պիտի օգտվենք իրենց փորձառություններն, որովհետեւ ինձ համար Հայաստան համայնքական հիմնադրամի ամենամեծ կարևորությունը ոչ միայն տրամահավաքն է, այլ գարենալ թրսից գիտելիքներ բերել Հայաստան։ Սա շատ կարևոր է։ Եվ ամփոփելով մեր զրույցը, պարոն Թերզյան, այ հետաքրքիր է նվիրատուների շրջանում տարեց տարի հետաքրքրության աճ եք նկատում, գուցե հետաքրքրությունը նվազում է, այսպես որովհետև օրինակ քաղաքական խոսույթում շատ են, չի ասում Հայաստան-Սփյուռք կապերի խզում եւ այլն եւ այլն։ Այ ձեր գնահատականը։ Այսինքն երբ որ խոսիկ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում մասին քաղաքական մոդեցումներ ազրակ որ գիրարգվի։ Մենք ապա քաղաքական գազագերբություն ենք, մարդասիրական գազագերբություն ենք։ Տնտեսական աճի հետամուտ ենք, ընկերային բարելավման։ Եվ մենք չենք զգում այդ ասվածը, որ ասում են որ սրում կա հարաբերությունները դա մեր կով չի գա դիգա, ընդհանրակը դարվեց արի մեր տրամահավաքներ ավելի մեծ են Ֆրանսիայի մասին եմ խոսում կա նաև երկրորդ աստակը որոնց դերյակ չեն հավանաբար հայաստանցիները մեր մոտ Ֆրանսիայի մեջ դարվեդարի ավելանում է թիվը ֆրանսական նահանգներու քաղաքներու շրջաններու որոնք բյուջե են դրամատրում մեզի որովհետեւ ծրագրեր իրագործենք Հայաստանի մեջ սա նաև շատ հետաքրքրական ծևն է այսինքն մեր նվիրատուները միայն ֆրանսահայեր չեն այլ նաև ֆրանսական տահանքներ քաղաքներ եւ այլն ունենք նաև որոշ թիվով զուտ ֆրանսացի նվիրատուներ
բայց ասալ հիմնադրամի առավելությունները մեկն է, որ ոչ միայն հայերից կոյացած գումարներ, այլ նաև ոչ հայկական աղբյուրները։ Եվ վերջում մինչև երբ է տևելու դրամահավաքը։ Մինչև տարվա վերջը հույսով եմ, որ գրնանք մեծակույն գումարը ապահովել, եթե մի բան բաքսի կալդարի կամ փոխանցենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզի։ Հեռանկարում Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանն էր։